Ողջույն բարեկամներ։ Անցավ 5 տարի ողբերգական այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանը մեր հետ ուզում էր պայմանավորվել, որ ինչ էլ որ լինի, մենք մեզ պարտված չենք համարել։ Երևի բոլորդ հիշում եք այդ հայտարարությունը, սեպտեմբերի 27-ին, որը շատ ամուր կամք է պահանջվում եւ ես համոզված եմ, որ մենք այդ կամքը ունենք, ամուր կամք, վճռականություն, հետևականություն եւ ընթանում են մարտական գործողություններ եւ պետք է ասել, ընդհանրապես մենք պետք է այդ վճռականությունը եւ դիրքորոշումը պահենք անկախ կոնկրետ ժամանակահատվածում իրավիճակի զարգացումից, որովհետեւ շատ լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթանում, մենք պետք է հասկանանք, որ սա Գիտեք ինչի հետ նայում, աջակցություն է փնտրում, պետք է հասկանանք, որ շատ լայնամասշտաբ հարձակումը, պետք է հասկանանք, որ մենք պարտվել ենք, ու աջակցություն է փնտրում տականքը, հայացքով, խոսած են անիանացում, պարզ իրավիճակ չէ, սա ֆիլմ չէ, որտեղ անպայման happy end է լինում, այդ happy end-ը մենք պետք է ապահովենք։ Անպայման չի, որ happy end-ը մենք պետք է ապահովենք։ Պետք է ապահովենք քայլելով նաև հրի միջով, քայլելով սրի միջով, քայլելով տրակի միջով, քայլելով անհնարինության միջով, քայլելով հուսահատության միջով, որովհետև դա է հաղթանակի մնացած ճանապարհը։ Մյուս բոլոր ճանապարհները ընդամենը հետաձգել, էլի հետաձգել, մի քիչ էլ հետաձգել, մի քիչ էլ Եկել ենք հարցները լուծելու, ինչ հետաձգել, ինչ բան, պատրաստում է մեզ պարտելու, պարտվելու, որից հետո կհայտարարեք, պետք է երջանիկ լինես, որովհետև էլ չենք հետաձգում, հարցերը լուծված են արդեն, պարտվել ենք, Արցախն դատարկելու վեր, բոլոր հարցերը լուծված են։ Խուսանավել, էլի խուսանավել, հետո շարունակել, էլի խուսանավել։ Պետք է մի անգամ կանգնենք եւ պաշտպանենք ինքներս մեզ, պաշտպանենք մեր իրավունքները։ Ու փող է ստեղում։ Ու մի անգամից, սուտ խոսալը բարդ բան է։ Ունքեն ինչի է դզում։ Ինչի ես ունք է դզում այդ տականք։ Որտե ինքը ուրիշ բան է ուզում ասել։ Դժվար է իր համար մի անգամից պատրաստել պարտության մարդկանց, դժվար է։ Ընդ որում լինելով, չլինելով, նաև դեստրուկտիվ չլինելով մոլագար, չլինելով ոչ adekvat, չկորցնելով չի հանգստանում, չգիտի ոնց բացատրի։ Քանի հոգի ես ամեն ինչին ուշադրություն դարձրել 5 տարի առաջ։ Միջազգային հանրության անդամի պարտականությունների եւ իրավունքների մասին մեր պատասխանատվությունը հասկացնում է, պատրաստում։ Այս բանը ճիշտ պետք է արձանագրենք։ Բա։ Այս բանը ճիշտ պետք է արձանագրենք։ Միջդեռ ժողովուրդը ուրիշ բան է սպասում, պատերազմ է սկսել, պատերազմ։ Ժողովուրդը իրալի ձեռից ուրիշ բան է սպասում։ Եվ ուզում եմ, ինչքան հասկացա վերջին հարցն է, ուզում եմ մենք բոլորս արձանագրենք եւս մի բան։ Քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Այսինքն պարտությունը լինելու է, չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Իսկ հիմա ինքին է պարտված ճանաչում ա տնաս այս տականքը։ Լրագրողն է, սա ձեր համար է։ Վաղը ով էս շնագայլերին տեսնի, այս հարցը պետք է տա։ Դու ասում ես չկա պարտություն, քանի դեռ չես պարտված ճանաչել ինքդ քեզ։ Հիմա պարտված ես։ Չէ՞ կարա չասեն։ Չէ։ Պետք է ասեն այո, մենք պարտված ենք։ Դե դեպքում դու ինչ գործ ունես այստեղ, ռադերի գնա։ Ճանապարհը թող, ճանապարհը բացի չպարտվածների համար։ Չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել։ Այո։ Եվ չկա հաղթանակ, որը նախ քո հոգում եւ մտքում չի ծնվում։ Չկա հաղթանակ, որը նախ չի
ծնվում յուրաքանչյուր անհատի եւ մեր հավաքական մտքի եւ գիտակցության մեջ։ Եկեք պայմանավորվենք մի բան։ Եկեք պայմանավորվենք մի բան։ Ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչում։ Այս խոսքերից որ լսեցի, դեմովա սպառնալիք էր։ Ոնց թե։ Դու գերագույն գլխավոր հրամանատար ես, թե գերագույն գլխավոր խուճապ տարածող, որ պատմությունից մի դրվեք բերեմ, երբ որ պապ թագավոր 18 տարեկան հասակում վերադարձավ Հայաստան, Հայաստանը բսկտված պատերազմի մեջ գտնվող պարսիկների հետ, շատ վատ վիճակում պարսիկները գրավելով գալիս էին։ Պապը եկավ Հայաստան, փոքրաթիվ մնացած զորքի կրճոնների մոտ, խորենասին է գրում ես մասին, այնպիսի մի ճառ ասում, այնպիսի մի ճառ, որ ճակատամարտից հետո պարսից շահը իր ամեն ինչը թողում ու փախնում է, ընդ որում նաև հարեմը, որից հետո պապ թագավորը առանց որևէ հարեմի գլխից մաս պակասելու հարեմին իր ևնուղներով բանով հետ աղորդում անվնաս շահին։ Որնա լիզերը եւ որնա այն ճակերտավոր լիզերը, որ եկել է մեզ դժոխք տանելու համար։ Եվ այսպես սա մասին ինչ ա գրում Հայկ Դեմոյանն է, այսօր ես որոշել եմ ավելի շատ հղումներ կատարել, որ ասենք մեկ էլ այլ մարդիկ ինչ են ասում։ Հատուկ գործողության արդյունքում 2018 թվականի գարնանը իշխանության բերված գործակալի հիմնական առաքելության առաջին օրվա գլխավոր բանաձևումն էր եկեք պայմանավորվենք, այդ ժամանակ դեռ չէր բացահայտվել ու չէր հիմնավորվել, թե պարտությունները կարող են դիտվել նաև որպես հաղթանակներ, իսկ հաղթանակները միշտ չէ որ լավ բան են նշանակում։ Այդ ժամանակ հաղթում էինք մինչև վերջին օրը, հաղթում էինք, բայց պարտությունն ի սկզբանե կանխորոշված էր։ Հետո ինքը կանցներ տարիներ եւ կասեր դեռ 18 թվականին էի որոշե, արա որ դուք պետք է պարտվեք։ Նա հրաշալի գիտեր այդ մասին գիտեր, բայց արյուն ու կյանքեր էին պետք իշխանությանը մնալու համար։ Հետո կհայտարարի, թե մենք նոր ցեղասպանության սպառնալիքի առաջ ենք կանգնած։ Հետո կգնա կենտրոնական հավաքակայան, որպեսզի կամավոր տղեկին ուղարկի զոհվելու այն տարածքներում, որն այդ պահին Հայաստանն էր ու վերջ։ Բայց հետո կդառնա այլ երկրի տարածք, որտեղ ոչ ոք չպետք է ծառայեր ու զոհվեր։ Հետո Շուշին կդառնա դժգույն քաղաք, Արարատին չնայելու հրաման կտա, Արևմտյան Հայաստանը կփոխանակի Արևմտյան Ադրբեջանի հետ, կգնա Անկարա Էրդողանի երկթողնականությանը մասնակցելու համար ու խինդով կգրկի նրա գիրքը։ Հետո կհայաթափի Արցախը նախապես ասելով, թե արցախցիների կյանքին ոչ մի վտանգ չի սպառնում։ Հետո էլ օրացերեկով կասի, թե որ հայության մի հատվածի դեմ ցեղասպանություն իրագործելու հարցում համաձայնության է եկել Ալիևի հետ։ Կասի դա բացահայտ կերպով քաշ գիտակցելով, որ ՀՀ բնակչության պատերազմի արդյունքում հենց իր միջոցով է վերացել ակցանի մեջ, ահաբեկելով բոլորից նոր պատերազմով, որի միակ արտակարգ կառավարիչն ու կանխարգելիչը հենց իրեն հայտարարելով ինքն էր։ Հիմա ասում հարցեր ունեմ, որոնք ուղղում են բոլոր նրանց, ովքեր Նիկոլ ընտրեցին ու չզղջացին, Նիկոլի հետ աշխատում են ու աշխատավարձ են ստանում, Նիկոլի ասածին ու գրածին հավանության նշան են դնում, Նիկոլի ստերն ու ստախոսությանը որպես ճշմարտություն են ընդունում, Նիկոլի ազնոտ ձեռն են սեղմում, ես կասեի մեկ-մեկ նույնիսկ համբուրում, Նիկոլի օրոք ապրում են լռում, համարելով, որ խաբված լինել իրենց գործը չէ։ Հարցրեք ձեզ, ով եք դուք, արժանի եք արդյոք ձեր ծնողներին ու ձեր ժառանգությանը, արժանի եք ձեր զավակներին, արժանի եք արդյոք քայլել այն հողի վրա, որտեղ հենց ձեր մասնակցությամբ սպանեցին ճշմարտությունը, բարոյականությունը, ազնվությունն ու պաշտպանությունը, սպանեցին նաև հայրենասիրությունը։ Ու շարունակեք այդպես ապրել, ձեր բռնաբարված, բարոյականությամբ ու մորթված ճշմարտությամբ, գլխահակ, ստորացվածի ու նսեմացվածի կարգավիճակում։ Դե շարունակեք ապրել։ Սա Հայկ Դեմոյանն է, վերջերս հանճարեղ բաներ է գրում, որ իմ համար
ավելի հեշտացիտ է, քան այս ամեն ինչը մտածել ու ասել։ Հաճելի է, ոչ թե հաճելի է, շատ ավելի կարևոր է ինձ համար այս ամեն ինչը տեսնել պատմաբանի, քաղաքացու կողմից արտահայտված զգալ, որ մենք շատ ենք, մենք մենակ չենք։ Մենք ունենք համախոհներ, որոնք կան, արթուն են ու կռիվ են տալի այս չարի դեմ։ Իրենց ունեցած ռեսուրսներով, հա, իրենց ունեցած ռեսուրսներով, մեկը 10 հոգու համար է գրում սա, մեկը 15,000 հոգու համար է գրում սա։ Բոլորս պետք է անենք նույն գործը։ Հետևաբար, խնդրում եմ ձեզ, տարածել, բաժանորդագրվել, տարածել, գրել թեկուզ մեկ բառ, որ այս հանճարեղ ձևակերպումը Հայկ Դևոյանի հասանելի լինի հնարավորինս շատ մարդկանց։ Եվ դեռ մնացածը, որ հիմա ես պետք է ներկայացնեմ, որոնք չափազանց կարևոր են, չափազանց։ Եվ այսպես սա Արցախի քարտեզն է։ Եվ այս տապուտ գիծը սա քուր արաքսն է, որի վրա կար առնվազն, գիտեք քանի հատ կամուրջ, 27 կամուրջ, որոնք այդպես էլ չխոցվեցին։ Որոնք ոչ միայն չխոցվեցին, այլև այն պահեսներն ու զինանոցները, որոնք կար, դրանք էլ չպայթեցվեցին եւ բանտիկով հանձնվեցին թուրքերին։ Մինչդեռ 44 օր սպասում էինք, որ այդ կարևորագույն կամուրջները պետքա խոցված լինեին, որի հետևանքով Ադրբեջանը ուղղակի ոչ իման չէր կարող տեղափոխել Արցախյան ճակատամարտ։ Ինչու դա չի արվել։ Դա մի հարց է, որ Արկախա օդում այդ պատասխանը մենք անպայման մի օր պիտի լսենք հայկական Նյուրնբերգի ժամանակ։ Անպայման։ Քանի հոգի ուզում է մնացած լինի ողջ։ Երբ որ ուզում է դա իրականացած լինի։ Այս հարցի պատասխաններին սպասում եմ ոչ միայն ես, այլև հազարավոր մարդիկ։ Ես ամաչում եմ այս տղաների աշկերին։ Ստի գլխի կոր մտնում եմ, գլխի կոր դուրս գալիս, որ չկարողացանք պահել հողը։ Կապիտան Արսեն Հարությունյանի մայրը 5 տարի է որդուն չի կանչում, ձեռքի վրա է դաջել Արսեն Բալաս։ Չեմ կարող, ես ինքս ստորացված, նսեմացած, փոքրացած մարդ եմ։ Արցախի կորստից 44-օրյայում պարտության վերաբերյալ իշխանական դեմքերի փոփոխվող վարկածներից հետո սոհերի հարազատներն ավելի ու ավելի են կուչ գալիս։ Սավուտա։ Երբ վարչապետը կանգնեց, ասեց կարանք պատերազմը կանգնացնեինք առանց զոհերի, արդյունքը նույնն էր կամ զոհերով, այսինքն 5000 մատղաշ երեխան խանգարում էր մեր վարչապետին, չգիտեմ։ Հայտարարություն անում չես, որ մինչև 18 թվականը 3 նախագահների օրոք հաստատի ծառայել են ոչ Հայաստանում, չէ՞։ Տենց էր ասում։ Ու հանեց տերորիստ, ես հիմա ես չգիտեմ, ասենք Հելոսի հայրը ստեղ կային, ասա տերորիստի հայր։ Սևակ Զաքարյանի որդին Ջորում ասեմ։ Ոնց։ Ինքը նաև անձամբ էր կոչանում, որ գնացեք կռիվ արեք։ Հետո էլ կմեղադրեր 11000 հոգու, որ դրանք դասալիկ են, փողել են ճակատը։ Հետո որ ինքը փրկեց 25-30-35000 հոգուներ։ Ընդամենը 18 տարեկան էր, ընդամենը 12 օրվա ծառայող, երբ պայթեց 44-օրյա պատերազմը, հայրը հայացքով անցնում է տատանվող դրոշների տակ ժպտացող հազարավոր դեմքերի վրայով ու հարցնում ինչու։ Հայաստանի վարչապետի վերջին հիմնավորումը, թե ինչու չգնաց զիջումների, այն է, որ դրա արդյունքում Հայաստանի կախվածությունները մեծանալու էին այնքան, որ կհանգեցնեին պետականության կորստի։ Փաշինյանն ասում էր, ընտրեց իրական Հայաստանն ու հասավ խաղաղության։ Եվ ուրեմն խաղաղ զարգացման դարաշրջանը ահա բացված է։ Խաղաղությունը ուժի մեջ է։ Ահա բացվածը Պանդորայի արկղը, Տիմիջայլոց ասեմ ձեզ։ Դա մասին մի քիչ հետո խոսանք, բայց այդ իր ասած խաղաղությանը խանգարում էին Արցախը, խանգարում էին այդ տղաները, որոնց տարավ սպանելու, շատ բան կա խանգարող։ Եվ ահա վերջապես խաղաղության դարաշրջանը բացված է։ Հասարակ բան զակոն ջունգլի գիտեք, ով ուժեղա էլ հաղթում է։ Քան բանը փնուղ է, հլա նայեք։ Ինչ խաղաղությանը սպասի։ Մեր ղեկավարությանը, այսքան երեխեքի արունը դուք ոնց պետք է մարսեք։ Ես էլ եմ ասում, Իմ միակ որդին եղել, ես մի ոչ մեր ատեն ոնց սաղեմ ընդ կարելի ասած։ Դա Աստված լինի Հայաստանում խաղաղություն, որտեղ մեր ազգը իրոք ունի դրա կարիքը։
իրոք էլի մենք սքավոր ազգ ենք համարվում, սքավոր ենք, չկատուն որ զոհ չունենա, իսկ եթե լինի Դու տեսել եք սեյրական մարդասպան, այսքան մարսպանելուց հետո, որ հպարտ լինի իր արած գործողում։ Տեսել եք։ խաղաղություն դա գովելի է։ Վրեժ Ավետիսյանի մայրը խաղաղության հույս ունի, բայց ոչ իր համար, ասում է իր ու բախտակիցների համար պատերազմը չի ավարտվելու։ Եթե մենք զոհ ունենք, ուրեմն պատերազմը չի վերջացել, չի վերջանում, մեր համար, չգիտեմ ում համար կվերջանա, բայց մեր համար չի վերջանում։ Են հիչ խաղաղություն, ում է խաղաղություն։ Սումգայիթից Բաքու հարս գնացած, հետո փախստականի կարգավիճակով Արցախ հասած, հիմա էլ նորից փախստական դարձած Լուսիա Հարությունյանը միակ որդու կորստից հետո խաղաղ հարևանություն չի պատկերացնում։ Они убили моего сына, а мы убили их сыновей. Вот скорее дружба и между ними խաղաղություն ունի, никогда. Բարձր ամբիոններից իրենից շատ հեռու հնչած ոչ մի ելույթ չի լսել Օլյա Մկրտչյանը։ Թորնիկն է Արամը, Փեսային էլ Ստեփանագերտում են հուղարկավորել, տուն է ուզում Արամի տատիկը արտասվում է երեխայի պես։ Ոզում քինամ իմ տոնուց։ Իմ պապայիս իմ մամասում մահացածուն ինի Ղարաբաղ։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Նույն այս նախադասությունն է այսօր սոցցանցի իր էջում գրել Նիկոլ Փաշինյանը։ Նա այս նախադասությամբ ծնկի իջավ անկախության տոնին Արմավիրի ֆեստիվալում, ծնկի իջավ կուսակցական համաժողովի ժամանակ։ Ամեն անգամ հավաքվածներին բացատրում էր, որ դրան պիտի հետևեն կեցցեներ։ Երբ որ ասում են փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը, դուք 3 անգամ պետքա կրկնեք. կեցե, կեցե, կեցե։ Պայմանավորվեցինք։ Անասուն էլ լսեք։ Փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Լսեք։ Լավ չէ։ Ինձ պետք չի իրանց ծնկի գալը, հեչ պետք չի։ Դա կարող եմ ասել։ Պետք չի ստից ծնկի գալ։ Ձևականությունը դա։ Գնահատված եմ, այո, ամեն ինչով իրանք աջակցում են մեզ, շնորհակալ եմ, այո։ Մտածում եմ, որ միգուցե իրանց արյան գնով պիտի այս խաղաղությունը լիներ, միգուցե։ Եռաբլուրում այսօր խորհրդարանական ընդդիմության ու Արցախի իշխանության ներկայացուցիչներն էին։ Շուտով շրջանառության մեջ է դրվելու օրենքի մի նախագիծ, որով բոլոր պատերազմների բոլոր զոհերի հիշատակի օր է հռչակվելու հունվարի 27-ը բանակի տոնի նախորեն ընդդիմությունը դեմ է։ Փորձում են դրանով ինչ անեն, խամրեցնել հունվարի 28-ը հայկական բանակի օրը, հաղթական բանակի օրը մինչև այն պահի, երբ Նիկոլ Փաշինյանը երևակայեց, որ ինքը գլխավոր գերագույն հրամանատարն է։ Ինչու ոչ Արա քանի դուք վեր եք ընկած այդ ազգային ժողովում, գերագույն գլխավոր հրամանատար դուք եք պահում Փաշինյան Նիկոլին ընդեղ։ Քանի դուք վեր եք ընկած այդ ազգային ժողովում, այս ամբողջը բոլորը Նիկոլ Փաշինյանը իրեն համալելու է գերագույն գլխավոր հրամանատար, ու բացառապես ձեր շնորհիվ։ Այսօրը երբ սկսվեց 44-օրյա աղետը կամ սեպտեմբերի 19-ը Արցախի անկման սկիզբը, դեմ է նաև իրավապաշտպան Արտակ Բեգլարյանը։ Խորհուրդ կտամ նույն Ռուբեն Ռուբինյանին ու Գեգամ Նազարյանին եւ ընդդիմությանն էլ իդեպ, որ սեպտեմբերի 19-ը կամ սեպտեմբերի 27-ը հայտարարեն Արցախի ժողովրդի ցեղասպանության ու հայրենազրկման օր, եթե ցեղասպանությունը իրենց դուր չի գալիս վիճարկում են, ապա էթնիկ զտում։ Իսկ զոհերի համար այդ նախաձեռնությունը եղած, չեղած մի հաշիվ է։ Ամեն օր եմ գալիս։ Ես չեմ կարողանում առանց իրան։ Սա լսենք։ Չէ, Ստեփանա, չէ, մենք հրավիրեց։ Լավ եք արել, լավ եք։ Ես ամեն ինչը լուսաբանվի, մարդիկ պետք է հասկանան վերջապես արհամարական են ամեն արհամարական վերաբերմունքի։ Իմ համարը ձեր մոտ կա։ Սպասի լազա։ Պարոն Ստեփանա, պարոն Գնդապետ, մենք այսօրվա դուրսապ ես հերթական Պարոն Գնդապետին մտահոգում է ոչ այնքան այս մարդկանց 5 տարվա իրավիճակը, այլ որ սա չնկարվի։ Չեն ուզում սա նկարվի, հասկանում եք, ամեն իրանց կռիվը սա չնկարել եմ ասում, մի նկարեք, կապեք։ Երբ որ մի հատ նյութա տարածում, այս շենքը այս ֆորմատով տարածում է, անգել։ Ինչ տարբերություն հիմա այս մարդը նկարը։ Լավ է, մի ասեք այդ բան, էլի, մի ասեք, որը որ չի։ Հայկական բանակի սպան մի նկարեք էսի։ Իրան միակ մտահոգող հանգամանքը որ շենքը նկարվում է, որ ինքն է նկարվում։ Սա մի նկարեք սա։ Ինչի՞։ Պետք է պատասխան տա սա խասենս։ Չէ, մի րոպե, դուք գիտեք ինչ ուզում այս ֆորմատով։ Անեք, խնդրեք, ասեի, հա։
Քո հարցի պատասխանը չգիտես։ Բա, Քայնա, շեխի, արդեն ջրայնացա քո ասացի վրա։ Այդ ամսի 27-ին որ կռիվը սկսա, Կիրակի օրով։ Այդ բան չի չասիկ ախպեր։ Այս երեխեքին ուր ենք տանեմ Կիրակի օրա։ Հանգստի օրա երեխեք։ Քո հարցի պատասխանը չգիտես։ Բա, հիմա էլ კი շաբաթա։ Շաբաթ Կիրակի։ 27-ը սեպտեմբերի շաբաթ Կիրակի։ Ասում ես չեն կարող պատասխանել, որ Կիրակի օր է։ Դուք լկտիությունը լսեք։ Հինգերորդ տարելիս նա ախպեջան չէ։ Տագնա բավար մեկ, հայտարարեք սաղ պարտավոր են գալու։ Ասեն ջան, մի վար կամյանքել ես բան ասեմ։ Նայ, Ստեփանյան ջան, հիմա ես սենց ասեմ։ Կիրակի օրը պատերազմը չի նայում։ Չէ, ուրիշ բան։ Չէ, ես ասում եմ քո ասացի դրա, Չէ, իմ ասածը ուրիշ բան է, դու հիմա ուրիշ տեղ ես տանում։ Չէ, այսօր ենք ուզում, հավատ տանեմ։ Ուզում ենք ծանոթանանք։ Դա է պատճառը։ Խնդրում եմ տարեք մի կողմի վրա, որովհետև ձեր օբյեկտիվների ներկայությամբ ոչինչ չեմ ասելու։ Մեկ եւ ես թույլ չեմ տվել, որ ինձ նկարեք։ 11 րոպեի դուք խոսում եք։ Լավ եմ։ Բա թույլ տալ չկարողն է։ Խնդրում եմ անջատեք։ Մենք ծնողների խնդրում եկեք խնդրում եմ անջատեք։ Դուք չեք տվել, որ ինձ ասեք հանի։ Դե ուրեմն դուք չեք կանչել, ես որ ասեք հեռացեք։ Այդ խոսա, էլ ինչ կդի։ Քերուտագենա հարսանիքնա գնացել։ Այդ ոչինչ գործա ոչ քո։ Բա ոնց։ Բա իմ հարցն ախպետ, ով սա հարցն է պաշտոնական, ձեզ կընդունել։ Հավատ տանեմ, ասում եմ իմ երեխու հարցն է։ Իր լուբոյ գործի համար մեկ է։ Քեզ էլ եմ լսում, ախպեր դու չգիտես քո հարցի պատասխանը։ Ստեփանյան, Քեզ հիմա որ երեխեքին տալել են, ես էլ եմ գնացել, հետո ինչ։ Ասում ախպեր Ղարաբաղի Ադրբեջանա, բա խեք գëm Ադրբեջանի երեխու։ Քո իշխանությունը, լսի։ Քո իշխանությունը այսօր ասում է Ղարաբաղը Ադրբեջանա, խեր տանում երեխուս Ադրբեջան։ Այս հարցը կա է, այս հարցը օրականչքում է։ Դու ինչ էիր անում քո պորնիկի հետ բունկերում։ Այդ պորնիկներից հավաքագրած ոնց նկարներ եք տարածում, կանչում եք մարդկանց դե որ Արցախ Ադրբեջաներ։ Դուք ինչ եք անում ընդ քո լակոտ է, բիջոտ ինչ էր անում ընդ Նիկոլ։ Այս երեխեքին ինչի տարան ընդ Ղարաբաղ։ 18 թվից է դու վարչապետ, պատերազմը 20 թվին եղել, 2 տարի հետո, որ Արցախ Ադրբեջանը հայկական զորքն է ինչ գործում է։ Հա? Հարց եմ տալի քեզ տականք։ Դու ներ ինչ գործ ուներ, որպես ինչ էիր գնում։ Ինչ ենք տարել գրավել։ Լավելի դե իմ ախորը։ Բարերի չեք ասում։ Ախպեր խենք բարերի երկու ղեկավարն ասել է շարքային ինժեները։ Շարքային ինժեները չասեն, երկրի ղեկավարը ասում է, էլի մարսում ախպեր, էնի Ադրբեջանա, հարց են տալի պաշտպանության նախարարության բարձրացան պաշտոնյաներին, խերի երեխուն տանեմ Ադրբեջան, որ իրավունքով, ոնց պետք է։ Ադրբեջան տանելը երեխեքին պետք է։ Խես դրա մասից է խոսում։ Բա ինչ ասեմ եկել ես ասում ես ինչ չի կարագա, չի կարագա, ախպեր ոչ մեկի իմ երեխու հարցը չի կարա ասերյանը գա, ինչ է ասերյանը կով տարած չի կարագա։ Կա քեզ կտեսնա, բայց ոչ այսօր։ Անպայման քո ուզած մարդիկ քեզ կտեսնա։ Մի րոպե, Արսեն։ Վայ։ Ստեփանյան, լավ, եթե ասերյանը Իբր առաջորդ մեկ իրար չա։ Թե չի ասերյանը այդ հարցի պատասխան պետք է տա։ Ասերյանը գիտեք որն է։ Այն բոմժը, որ լրագրողին ասում էր դու չի ես գալի զենքը վերցնես, գնանք իրար հետ ջերմուկն ազատագրենք։ Ասերյանը այդ բոմժն է։ Բնեց ստացվել, որ բոմժին նշանակել են Հայաստանի պաշտպանության գլխավոր շտաբի պետ։ Բայց ամենահետաքրքիրը սա է, դուք այդ բոլորը այսպես պետք է փախնեք։ Պաշտպանության նախարարությունում ուզումալի, Եռաբլուդում ուզումալի, փողոցներում ուզումալի, այսպես բոլորը պիտի փախնեք վերջի պրոստիտուտկի նման։ Սա անպայման պետք է նայեք։ Խոսելուց պարոն Խաչատրյան, դուք Եռաբլ ուժերի հսկողությամբ այնտեղ ավտոբուսներով կանգնած են, կարող եմ տանել ցույց տալ։ Եկեք տանեմ ավտոբուսներով ցույց տամ, այստեղ ամեն քայլափոխի կանգնած են։ Սերոբ Գասպարյանի գործի հետ ինչ առնչություն ունեք։ Ձեր անունն է շոշափում։ Դուք եք ոստիկանությանը որոշակի տվյալներ տվել։ Ինչ կարող եք ասել։ Սերոբ Գասպարյանը հայրենիքի համար ծառայություն է մատուցել, դուք ինչ եք արել։ Հա, դուք ինչ եք արել հայրենիքի
համար ինչ եք արել։ Ծախել է հայրենիքի չի արել, գիտեք ես դա։ Գալիս երրաբլուր։ Լսի գնացտես։ Չհրեք ինձ։ Չհրեք ինձ։ Ո՞ն է խղճիք մասի խոսայոտ տարի ագել։ Սա պատգամավոր է։ Սա գայշնիկ Արմենն է։ Գայշնիկ էլի։ Ծնունդով, տեսակով գայշնիկ էլի։ Ուրիշ ով կարար լիներ ԿՊ-ի անդամ։ Այսպես պետքա փախնեք Արմեններ։ Այսպես պետքա լրագրող տեսնալուց, հայ մարդ տեսնելուց դուք պիտի փախնեք։ Դուք անես պետքա վիճակ ստեղծեն ձեր համար երկրում, որ դուք փողոցում չկարողանաք քայլել։ Այն որ ամեն անգամ ինձ ասում են ինչ անենք մենք, այս սա պիտի արվի։ Ամեն քայլափողին տենում եք սրան, սրանց նմիկացում եք արել մի վայրկյան, մոտ արի վիժվածք։ Բավական Արցախը Ադրբեջաններ, այն երեխեք ինչ գործ ունեն այնտեղ։ Դու ո՞նց եք երթում տալեց համանրության վրա, որով դուք պետք է ծառայեք այդ երկրին, որի մի մասը Ադրբեջանն է։ Դուք եկել եք իշխանության։ Այդ սահմանների վրա դուք ո՞նց եք ասում այդ սահմանները Ադրբեջանային։ Սրանց ամեն քայլափոխին լրագրող եք ընկերներ, լրագրող չեք, հասարակ մարդ, այսպես պետքա փախնեն ձեզանից, փախնեն ուղակի։ Որ իրանք հասկանան, իրանք Հայաստանում ապահով չեն, իրանց կյանքը վտանգված է, իրանց թուլեքի, իրանց լրբերի, սիրուների, բոլբսնած կանայից բոլորի կյանքերը վտանգված է, որովհետև բոլորին այս հարցը պետքա տան։ Սրանք որ տուն գան, պետք է վախեցած իրանց թուլեքի աշկերը տնան, որ ասեն՝ «Պա, ես կարամ հանգիստ փողոցով քայլեմ, դու ես կամ մարդ ես սպանել»։ Ոսած բոլբսնած կանայք հասնեն, հարցնեն, մենք կարանք մոլ գնանք, բա որ հանգարց իմացան։ Մենք ձեր կնանիք ենք, մեր ինչ կանեն դե, կարանք ապահով գնան, կարող է մի բատալյոն կարմիր կապուտ գույնի բերետավոր հետներս ուղարկեք, որ մենք գնանք մոլ ապահով ֆրանկ հետ գանք։ Այս սանց պետք է լինի։ Այդ վախը պետք է մտի սրանց ընտանիքներ, սրանց երեխեքի մեջ, կանանց մեջ, սիրունիների մեջ։ Սրանց կյանքը պետք է ապականել բոլոր հնարավոր մեթոդներով, որ երեխեքը կանենացնեն հենց մի վայրկյան։ Դու իմ հերն ես, թե իմ թշնամին։ Դու իմ դասընկերոջ, փասոն աղբորը հորը տարես սպանել ես, այդ երեխեն իմ ընկերն է։ Ինչ ես արել, արա։ Դու ինչ ես արել մի բան, որ ես վախենում եմ դպրոց գնամ, ամաչում եմ դպրոց գնամ։ Պետք է այդ հասարակական պարսարակի ինստիտուտը աշխատացնել բոլոր հնարավոր ձեռներով, որ այսպես փախնեն ես վիժվածքները։ Օտար երկրի արգենտը դուք եք։ Լսա, վեն հայասկը։ Ձեզ ասում են Ադրբեջանը սուրբ տեղը քո տեղը չի։ Ձեր տեղը չի։ Ձեր տեղը չի։ Սրբապիղծը դուք եք։ Պապիղծ։ ԿՊ-ական գայշնիկը վերագրողին ասում է սրբապիղծ։ Արցախը հանձնած այդքան երեխա սպանած գայշնիկը վերագրողին ասում է սրբապիղծ։ Այ բոզի տղեկ կներեք արտարակությունից ուրիշ բան չեմ կարող։ Դուք եք եկել արատեղ։ Ինչ եք եկել դուք այ պիղծել, ինչ եք եկել երաբլու։ Դե թաղված են մարդիկ, որոնց իրենց կյանքը տվել են Արցախին։ Փաստորեն այդ մարդիկ բոլորը տերորիստ են, ըստ ձեզ եք եկել արանդեղ։ Այսինքն դուք պետք է փախնեք Հայաստանով մեկ։ Ոչ միայն Հայաստանում, աշխարհին որտեղ որ մի հատ հայ տեսնեք, իրանք ձեզ դեմքով ճանաչեն, դուք պիտի փախնեք ուղակի։ Այս հայացքով փախնեք։ Որովհետև այս հարցերի պատասխանը դուք չունեք։ Դուք չունեք ու չեք էլ ունենալու։ Մի հատ փրկություն կա ձեզ։ Ինքնասպան լինելը։ Մի հատ փրկությունը, որ ձեզ կարող է այդ հարցը չտան, դա ինքնասպան լինելն է։ Կամ դրա համար գնաց սմա դատվել։ Այնտեղ ձեզ հարցած չէ։ Դե ոչ դատված ես, այդ հարցի պատասխանը կա։ Էլ հարցը ինչի տան։ Թուրք-ադրբեջանական գործակալի անվան տակ եկել եք այստեղ, որ ինչ անեք։ Փախի, վիժված, փախի։ Ամբողջ կյանքները պետք է փախնեք տենց, արա։ Ավտոբուսները նայեք, ոստիկանները, նայեք ոստիկանները։ Շատ ճիշտ են անում։ Եկել է որ ծնողներին ճնշեն։ Դուք պիտի խնդրեն ոստիկանական ավտոբուսները ու դուք։ Տեղին է սեղմել Ժուպիտեր Էրդողանի ձեռքերին դեպքում եւ երկրի ղեկավարը Փախի, ոգոսն են ուզել։ Շնչառությունը։ Որ Արմեն Խաչատրյանն անգամ ձեռքերն էր երկարացնում։ Եթե չէ գոնե կառավարելի հարաբերություն։ Խնդրեմ, ահա ոստիկանական ուժերը, ահա Արմեն Խաչատրյանը ոստիկանական ուժերի։ Այս տեսակ ոնց փախավ կամերայից։
Փաստորեն մեկը ամոթ ուներ։ Նա մեկ է մնացած թափոններ ընդեղ։ Այդ մեկը ամոթ ուներ, փաստորեն այդ մեկը փախավ կամերայից, չուզեցավ որ իր դեմքի երևա։ Այդ մեկը միայն։ Մնացածը իրենք երևի չեն էլ մտածում ինչ են անում, գիտեք։ Այն մոտ են տպավորությունն, որ սրանց առավոտ դնեն մի հատ հայ երեխա, ասեն արա ուտելու բան չկա տուն, այսօր երեխուն պետք է գնաց ուտես գնաց գործի, սանասուն ուտող գնացավ։ Չի հարցնելու ես երեխուն ես պիտի ուտեմ ալես։ Երեխա չեմ ուտում։ Որ ասեն սա քո աշխորհն է։ Ալիևա տենց է քեզ վճարու, հայ կյանքա քեզ տալի, հայ կյանքով պետք է սնես ինքը անասունի նման ուտելու է գնա գործի։ Չի մտածելու հարշի տալու, արա հույս մարդա կեր, չեմ, ալես գազան չեմ։ Նայեք եք սանց դեմքին, չեն մտածում։ Բացարձակապես։ Չկա, որ ունակ լինեի մտածելու կգային, թե կանում։ Ալա դուք էսի չեք վերացել։ Դուք գլոխին դուք է ինչ եք վերացվել։ Ձեր մուտ, ձեր գլուխ, ձեր ճակատագիրը, ձեր հերն անցել է, թքած ունեմ, ես ձեր վրա։ Այս երկին ինչ եք սենքեք կար։ Ինչ ես տեսել։ Հարևանները որ մորթում էին այստեղ պատրաստում։ Փախի, վիժված։ Որ Արցախը չեք ընդունում, Եռաբլուրում որտեղ մեծամասամբ Արցախի համար են զոհվել, ինչ գործ ունի։ Շգորակ ին վրա։ Եռաբլուրը ձեր նմանների տեղը չի։ Շգորակ ին վրա։ Լփորձեք ասեք, է։ Ընդհանրապես դուք պիտի լեզու չունենաք Եռաբլուրում, որ մի հատ էլ ասեք։ Այդքան լեզու չունեք ու չեք կարա ունենաք։ Բայց ամենահետաքրքիրը գիտեք որն է։ Այն վաճառքի հանված լրագրողը, ասում լրագրողի նման պայծես մի սադրեք։ Ինքը եւի չի հասկացել ինչ է լրագրողը։ Այս տուֆտեքին թվում է, այս վարսկաններին, որ միկրոֆոնները տվեց ձերը ուղարկել են իշխանական պատգամավորներից, որ հասազույց վերսի։ Սրանց թվում է, որ լրագրությունը դա միկրոֆոն բռնելն է։ Այդա միկրոֆոնը կարա շտատիվի վրա էլ դնեն։ Այդ դուք այս շտատիվից պետք է տարբերվեք մի բանով։ Դուստապ շտատիվ, տեսել եք, չէ՞ շտատիվ։ Էսի սեղանի շտատիվ, ահա։ Դուք այս շտատիվից պետք է մի բանով տարբերվեք։ Եթե ձեր գործը ընդամենը միկրոֆոն բռնելն է, նշանակում է ձեր ու այս շտատիվի այս անգլուխ, անշունչ, սենց ես ծռում, սենց է ծռվում, սենց ես ծռում, սենց է ծռվում։ Ուզեմ սես կդնեմ։ Փաստորեն դուք էս եք, ձեզ ոնց ուզում ունես դնում են, ոնց ուզում ունես ծռում են։ Ասում են լրագրողի նման դեսպայք, մի սադրեք։ Լսում եք։ Գնանք մակ։ Ես վիժվածքը հասել է մակ։ Այեք Մոսկվայում էր, այսօր արդեն Նյու Յորքում։ Ու բողոքում է, նեղվել է, որ Զանգեզուրի միջանց կա օգտագործում Ալիևը։ Ասում է դա հնչում է որպես տարածքային պահանջ։ Իհարկե սա մի հատ մասը չի ելույթից, ավելի զավեշտալի մասը։ Հայտարարում է, խաղաղությունը այսպիսով հաստատված է բարեկամներ։ Բայց խաղաղությունը հաստատված չէ, այլ աշխատանք, ամենօրյա աշխատանք, որ ինքը անում է, դա։ Խաղաղությունը ամենօրյա խնամք է պահանջում, նորածնի մանուկի նման։ Հասկանում եք ինչի մասին է խոսում, մարդը, որի երկրի մի մասը 2 տարի առաջ ցեղասպանվել է։ Ինչի՞ է խոսում սա։ Որ նա պաշտպանել վարակից, ցրտից, շոկից, անտարբերությունից, հորոտեսությունից, իրանք պետք է այսպես գրքի վրա մեծացնեն այս խաղաղությունը, բա։ Եվ նա կարևորը ընդգծեց Դոնալդ Տրամփի դերը եւ նշեց, որ ինքն ու Ալիևը առաջարկում են այս մեծ ամբիոնից Դոնալդ Տրամփին տալ Նոբելյան մրցանակի դափնեկիր։ Մի մարդու, որ երեք չէր հիշում Փաշինյան, Նիկոլն ու Ալիևը ով են։ Երեք հարցեցին, իսկ ինչ կարծիքի եք, ինչ ընթացքի մեջ է, ասեց ինչի մասին, Ալիևի, Փաշինյան, Նիկոլի, ասեց ով են նրանք։ Պատկերացնում եք են մեկը մի հատ լրագրող ասեն գտնվի, սա ասենք առաջ։ Բաբաջանյան Արմանին հարցնի, ասյալա Բաբաջանյան Արման, հիշում ես վիժված, դու ասում ես, սա հարցերը լուծված է։ Փաշինյան Նիկոլը WhatsApp-ի համար ունի Տրամփի։ Պատկերացնում եք իրավիճակ։ Ադրբեջանը հարձակվում է, Վիժոն զանգում է Տրամփին։ Տրամփին ասում է, Տրամփ
Արա ոչ քեզ խաղաղության նորսանակի դափնեկիր էինք առաջարկել։ Ինչ խաղաղության դափնեկիր, ինչ Հայաստան, ինչ Կամբոջա, ինչ կապ ունեմ ես ձեր հետ։ Ես ես ոչ մի բան չեմ խոստացել։ Հիմա հարցրեք, որ տեսնեք, բազմասեր, բազմաչարչար Ալման Բաբաջանյանից հարցրեք։ Հո WhatsApp-ի համարը չի կորսել Նիկոլը։ Դա շատ կարևոր է։ Ասելա, չէ, հենց հարցակվեն զանգեք ինձ։ Հիշում եք Թրամփի խոսքերը։ Գնանք առաջ։ Դրանք էլ ինչ է ուզում։ Ընդամենը մեկ օր առաջ նույն այս ամբիոնից Ադրբեջանի նախագահ մեկ հիմնական ուղերձ էր հղել։ Ադրբեջանը հաղթել է, հասել է իր առջև դրած նպատակներին ու նոր դարաշրջան բացել պատմության մեջ։ Չի նեղվել դրանց ինքը։ Իլհամ Ալիևը բարձր ամբիոնից կրկին Հայաստանի մեղադրել է էթնիկ զտումների ռազմական հանցագործությունների խաղաղ կարգավորման տարբերակները արհամանելու մեջ։ Ինքը չի ասում իրանք են ադի ասում, մեզ են մեղադրել։ Լավ ներողություն չի խնդրել։ Կարա չէ ներողություն խնդրել։ Իսկ այս կես պատբերությունը լրիվ սպանում է։ Ադրբեջանի նախագահը տարբեր ամբիոններից խոսում է Հայաստանի իբր կապիտուլյացիայի մասին։ Ճիշտ ասած չեմ հասկանում, անասունը չի հասկանում, տեսեք։ Որ նահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում, որն է ահռելի պոզիտիվ բովանդակության պայմաններում, որը ձեռք է բերվել համատեղ դժվարին ջանքերով, օբյեկտիվ իրականության հետ կապ չունեցող ագրեսիվ ենթատեքստերի հոլովումը։ Որն է դրա իմաստը, պատկերացնում եք։ Այս պոզիտիվ բովանդակության պալան։ Սա հիվանդ չես, անառակի ծնունդը։ Միթե խաղաղությունը բավարար բեջ կրանք ու բավարարվածություն չի պատճառում։ Պատկերացնում եք։ Միթե խաղաղությունը ձեզ բեր կրանք չի պատճառում։ Հիշեցի այն Կոլոթովոյին, հիշում եք այն անասունը, մի ասած բան, գաճաճ խուճուճ մեկը կա, որ ասում է, ես Ալիևի հայացքի մեջ բավարարվածություն տեսա։ Հիշում եք։ Սա էլ է զարմանում, միթե ձեզ բեր կրանք չեմ կարողանում ես պատճառել այս կապիտուլյացիոն, այս պայմանները ձեզ տրամադրելու համար։ Ինձ օրինակ պատճառում է, սա հիվանդ չի, մակի ամբիոնն է սա։ Ինձ բավարար բեր կրանք է պատճառում նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունը տպավորիչ տեմպերով զարգացող, անկախ, ինքնիշխան սեփական ապագան այսօր կառուցող ժողովրդավարական պետություն է։ Եվ ատելություն չի տածում ու չի տարածում հարևաններից եւ որևէ մեկի նկատմամբ։ Սա լրիվ անասուն է, թե լուրջ մտածում է այս խոսքերը միջև հոգու խորքը ցնցելու է Մարտակեր Ալիևին, որը իրեն համարում է հիվանդ։ Եթե ասում է Հայաստանի հիվանդ հասարակությունը, այդ Հայաստանի ներկայացուցիչը Նիկոլ Փաշինյանն է, չէ՞։ Ուղիղ մի քանի ժամ առաջ Մոսկվայից թռածը չասում ընդեր։ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է ԵՄ-ի եւ Հայաստանի անդամակցության գործընթացը սկսելու մասին օրենքին, որն ազգային ժողովն ընդունեց այս տարվա մարտին։ Ըստ նրա այն մեծ նշանակություն ունի Հայաստանի օրակարգի համար։ Այս օրենքը ոչ միայն ԵՄ-ի հետ մենակ ամենաաննախադեպ բարձր մակարդակի հարաբերությունների արտահայտությունն է, այլև ուղիղ վկայություն ժողովրդավարական արժեքներին մեր նվիրվածությունը շեշտեցնա։ Բա գիշեր առաջ Մոսկվայում էր։ Մոսկվայի հետ ատոմական էներգետիկայի ոլորտում հարաբերությունների երկարաձգման պայմանագիր կնքելուց հետո բազում Ամերիկա ես ձերն եմ, արա ձերը, ես պրաստիտուտկա եմ այնտեղ խափեցի, կամ պրաստիտուտկա եմ ստեղ, ձեզ եմ խափում, կամ երկուսը միասին։ Վարչապետի խոսքով Հայաստանը ցանկանում է ինստիտուցիոնալ առումով համապատասխանել ԵՄ ստանդարտներին, առանց որոնց հնարավոր չի անդամակցություն։ Եվ երբ Հայաստանը օբյեկտիվորեն կհամապատասխանի դրանց, Հայաստանին կամ կընդունեն կամ ոչ։ Սատեցել չհասկացավ, ինչ է նշանակում ինստիտուցիոնալ։ Ինստիտուցիոնալ ստանդարտներով համապատասխանել արևմուտքին, դա նշանակում է առնվազն այ անասուն, դու պետք է ԵԱՏՄ-ից դուրս գաս, քո ամբողջ ստանդարտները փոխես։ Եվ ամենակարևորը, չի մոռանում Ալիևին նաև արդարացնել, լիզել միջև կոշիկի ծայրը։ Սա Ալիևի լավագույն PR շիկն է, այս տականքը։ Ադրբեջանի հետ սերտ երկխոսությամբ
Մենք այլևս երբեք չենք շեղվի խաղաղության ուղղից։ Բա։ Ուղղի խոստացել է, հենց ընդեղ, որ 26 թվականի ժողովրդի մանդատը ստանալուց հետո նախաձեռնել է սահմանադրական հանրակրվե նոր սահմանադրություն ընդունելու համար, որի արդյունքում իշխանության բոլոր ճյուղերը եւ երկրում հաստատված իրավակարգը օրգանական կապով կկապվեն սահմանադիրի, այսինքն ժողովրդի հետ, Հայաստանի պետականությունը դարձնելով հարատև ժողովրդագիր կենտրոն։ Ինչ։ Ուզում ասի, ես սահմանադրությունը կփոխեմ, եղբայր, սա ՄԱԿ-ի ամբիոնից ասում եմ, ինձ թողեք աշխատեմ 26 թվականին, ամեն ինչ կփոխեմ, կստացքեմ Ադրբեջանի ճաշակով լրիվ միջև վերջի խազը, բայց ինչ կլի, մի ասա էլի Զանգեզուրի միջանց, կարող է ինչ չընտրեն, մի ասա էլի, որ ինձ կապիտուլացրել ես, ժողովուրդը կարող է ինչ չընտրի, չես զգում ես բեճկրանքը այն ինչ որ ես անում եմ, չէ որ ես զգում եմ դա։ Դե որ Հայաստանի Հանրապետության վարչապետը ՄԱԿ-ում տենց է իրան պահում, Բաքվում ԱՄՆ դեսպանատունը 44 օրյա պատերազմի 5-րդ տարելիցին ցավակցությունը հայտնել Ադրբեջանին։ ԱՄՆ դեսպանատունը Բաքվում ցավակցությունը հայտնել Ադրբեջանին, Ադրբեջանի կողմից ռազմական ագրեսիայի կապակցությամբ եւ դրա առիթում ադրբեջանցի սատկած զինվորների համար։ Այդ անասունին զանգ եք ասեք Փաշինյան Նիկոլին, այ ոչինչ։ Բա կապիտուլյացիան ուրիշ ոնց է լինում։ Կապիտուլյացիան հենց դա է, որ քո վրա ագրեսորին ցավակցում են, որ ինքը քեզ սպանելու ժամանակ զինվոր է կորցրել, այ դա է կապիտուլյացիան։ Այ դա կապիտուլյացիա է։ Եվ դանում Ալիևը մեղք չունի։ Այս ամեն ինչի միակ մեղավորը քո նման ոչնչությունն է ուղղակի։ Եվ այսպես, վերադառնում ենք Հայաստան։ Վալոզյա Գրիգորյանի սպանությունը շատ հետաքրքիր, բացահայտումը սպանության շատ հետաքրքիր ձևով զարգանում եւ իրավապահները կարողացան երկու օրվա մեջ, հիշում եք որ ասում եք չբացահայտող հանցագործություն չկա, եթե իհարկե որոշում չկա այն չբացահայտելու։ Ինչպես օրինակ այն որ արդեն Ամերիկայում դեսպան են նշանակել են նարկոմանին։ Դրա աղբոր հետ կապված գործը, որին բռնել են նարկոտիկի վրա, զենքը ձեռը, նարկոտիկով մեկը փախել է ճանապարհին գցել է զենքներ նարկոտիկ են, բռնել են, այդ տղուն չեն գտնում։ Չեն գտնում, գիտենով է, մեկին բռնել են իր մոտ, այն բայց մյուսին չեն գտնել։ Ու չեն էլ գտնելու։ Ասեմ ձեզ, չեն էլ գտնելու։ Բայց քանի որ այս պարագայում սպանվել էր նաև ոստիկանությունը որոշուց երկու օրվա մեջ արագի մեջ բացահայտել եւ ամենահետաքրքիրը որն է ու միանգամից տարածել։ Հարաքարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդիա Գրիգորյանի սպանության գործով քիչ առաջ ձերբակալվել է Նարեկ Օհանյանը։ Այս պահին նրան պատկանող կիսակառույց տան տարածքում իրականացվում է խուզարկություն։ Կադրերը հրապարակել է լրագրող Լիա Սարգսյանը։ Մի խոսք։ Ու միանգամից հրապարակել, որպեսզի էլ հնարավոր չլինի թաքցնել։ Ես վստահ եմ դրա մեջ, որովհետև սա ամենաշատը որ իշխանությունը չեր ուզենա, հենց պարզվել, որ ընդդիմադիր համայնքապետին սպանելա ՔՊ-ականը։ Պատկերացնում եք։ Ընդդիմադիր բանի սպանելա ՔՊ-ականը։ Ընդ որում ասում են արդեն 9, չէ, կարող է դա սխալ թիվ է, բայց ասում են միակ չի։ Էլի մարդիկ կան, որ որոնվում են, կարող արդեն ձերբակալվել են, չգիտեն։ Վերցնում եմ ընդամենը այս մեկին։ Այս Նարեկ Օհանյանին է վերցնում ընդամենը։ Տեսեք։ Ինչ արեցին իրավապահները։ Վերցրեցին արագի մեջ կազմակերպած քթան ապացուցեցին ու տարածեցին, որ իշխանությունը հնարավորություն չունենա սպանելու գործը, քննելու, ասի դե որոնումներ է։ Իսկ ով ասեց, որ դա վենդետա է, իսկ ով ասեց, որ դա քաղաքական է։ Կարող է ինքը մեկին վատություն էր արել ժամանակին 30 տարի առաջ։ Մարդ եկելա վրեժ խնդիր է եղել, անձնական հողի վրա է։ Դա մեր հետ կապ չունի, մեր ԿՊ-ական հետ կապ չունի։ Վենդետա է չի նույնիսկ փետրվար ամսին եղած սպանության առիթով։ Բայց չեղավ։ Հիմա ինչ են ասում։ Հիմա ընտրել են երկու չարիքից չարած փոքրագույնը։ Սպանությունը քաղաքական թե վենդետա։ Մտածել են, արա քաղաքական սպանություն ոնց որ թե այդքան լավ չի իրանց համար։ Արեք դա կոչենք վենդետա։ Հիմա, քանի որ արդեն բռնվածը կա,
սարքում են ընդես, ուսա վենդետա է, բայց այստեղում նայում եմ, բայց այստեղում որ ես նայում եմ, Քարի ընդդիմադիր համայնքապետ 41-ամյա Վալոդիա Գրիգորյանի սպանության Ես է սառնասիրտ վազող տղեն չի, որ հերբից կարողացավ խփել իրեքին մի անգամից։ Գալ մոտիկ, մի հատ էլ խփել, հետո ավտոմատիկ օդով գլուխը ջարդեր, վստահ լինելու համար, որ Վալոդյան աղցել։ Այն որ ինքը կապ ունի դրա հետ, 100%։ Այն որ իր առիթը օգտագործվել է Վալոդյանին սպանելու համար, 100%։ Ուսա քաղաքական սպանությունը։ Այսինքն վերցրել են անձնական հարաբերությունները ու վերածել են իբր վենդետայի, բայց դեռ ուրիշ բան է պրոբլեմա բացվում սրանց համար։ Ոնց թե սպանողին, իր եղբորը սպանողին բռնել են, ճիշտ է, որը Վալոդիայի աղբերն է։ Արդարադատությունը ձեր ձեռքն է, ճիշտ է, բայց ինչի արդարադատություն չեք իրականացրել, որ այս մարդը իրան նվաստացած չզգա։ Վենդետան երբ է իրականում, երբ որ արդարադատություն չկա, մարդը վերցնում է իր ձեռը արդարադատության իրականացում։ Սա է վենդետա։ Փաստորեն, սրանք ու ինքը անդադ բողոքել է, որ ինչու մի բան են չի, մի բան առաջ չի գնում, ինչ են արել սրանք։ Ասել են եղբայր, այս դատարան բան հույս մի դիր։ Սպան։ Կամ զարգացնու որ սպանեն։ Որովհետև այն աղբերը, որ նստած ան դե իրանց համար վտանգ չի, իրանց համար վտանգը այն մարդն է, որ դրսում իրանց հաղթել է։ Հասկացաք։ Եվ այս կոնֆլիկտը վերցեցին, իրականացեցին քաղաքական սպանության հիմք որպես։ Ով է հիշում բանը այն կինոն ռուսական բրիգադան, որտեղ երբ որ են երիտասարդները ընկերները Սաշան Բելին, որ դառնում է պատգամավոր ու մրցակիցը լինում է KGB-իչնիկը նախքին։ Հաղթում է KGB-ի այդ մարդը։ Առանց իմանալով ում դեմ է կռիվ տալիս։ Եվ KGB-ն ակտիվացնում է իրան ներսում ներդրված վարորդին, որ իրենց ագենտն է, եւ այդ վարորդը մորթում է մի գիշերվա մեջ բոլոր ընկերներին։ Բացի Սաշայից։ Սա նույնն է։ Համակարգը չի ներում իրանց հաղթածներին։ Բայց այս պարագայում ուրիշ բան է, ոչ թե միայն չի ներել իր հաղթածներին, այլև առջևում նոր կռիվ կա եւ համայնքը, որը խոշորացված է փառակարը, պլյուս դրան Գյումրին, պլյուս իրանք չգիտեն էլ որտեղ ինչ է կատարվում, որ այդ ամեն ինչը լինի իրաց կոնտրոլից դուրս, դա սարսափելի բան է։ Ու ես զգուշացնում եմ նաեւ Գյումրիի ավականուն եւ բոլոր այն տեղերի ընկերներին, որոնք այդքան հայտնի չեն իրանց ԿՊ սիրելով։ Տրեք զգուշ եղեք։ Սրանց համար այս ընտրությունները կենացումայի կռիվ է։ Կամ իրանք շարունակել են ապրել, կամ իրանք սատկացնելու են հենց հաջորդ օրը։ Դուք պատկերացնում եք ինչ կլինի Հայաստանում ընտրությունների գիշերը, որ պարզվի ԿՊ-ն էլ իշխանություն չի։ Դուք պատկերացնում եք ոստիկանների վիճակը։ Մի անգամ ես մահակներին իջացնում են դեմ, ձեռքներով ու նստում են։ Իրանց աշկի առաջ, եթե ԿՊ-ական դնեն դանակներով սես կտոր անեն, ոչ մեկ չի ձեռք տալու։ Չեն տեսել։ Միջև հիմա ոչ չեն տենում։ Չեն տեսել, չեն լսել։ Դուք պատկերացեք այդ գիշեր ինչ կկատարվի Ալենի, Արարատի, այդ Ուսուշուհու, այդ Ռուբինյանի այդ բոլոր Գրզոյի եւ այլն, այս բոլոր բաների հետ, մետաստազների հետ այդ գիշեր ինչ կկատարվի, որ հասկանան առավոտ իրանք են իշխանություն չեն, ու իրանք չեն կարողանալու այդ միլիցու դուբինկի հետևը պահկված ապրեն։ Սա համատարած ինֆակտ կլինի, համատարած sense գլխականակներով, հազարներով։ Պետք է իրանք պատրաստ լինեն դրան, բայց քանի դուրը չի եկե, իրանք անելու են ամեն ինչ, որ դուրը չգա հանկարծ։ Այդտեղուն հյուպատոսարանում սպանեցին։ Գիտեք ինչի, որտեղ գալու էր ցուցմունքն, նա ասում էր, ես ուզում եմ գամ Հայաստան, ինձ տարեք Հայաստան։ Ինձ եկել եմ հանձնում եմ ախպեր, եկել եմ ցուցմունքն, տարեք Հայաստան, ես ամեն ինչ պատմեմ։ Ինչ արեցին։ Մարդ ասում է ինձ տարեք Հայաստան, մի օր չեն տեղափոխում ինձ, որտեղ չգիտեին, բերեն ինչ անեն։ Բերեն, պետքա ստիպված հարցակնություն լինի, դատ լինի, բա որ ես մարդը սկսի պատմել։ Իսկ սրանց հանցագործությունները Գիտեք ինչքան մարդ կա այս կարգի տեղեկացված սրանց հանցագործություններից։ Հարյուրավորները, հազարավորները։
Որովհետև հնարավոր չէ Արցախեն 44 օրյա պատերազմ այսպես սարսափելի կազմակերպված տալ թշնամուն հանձնել Արցախի հետ մի քանի հոգով։ Չէ, իսկ այդ հանձնվողը պատահական բառ չէր, Արարատի խորհրդականն էր Արցախի նախագահ։ Ուսած ինչքան մարդ կա, որ կարող է վաղը բոլոշի հանձնվել։ Սպանում են ուղիղ։ Պատկերացնում եք ինչ է նշանակում Հայաստանի հյուպատոսություն։ Դա մի տարածքն է, որ համարում է Հայաստանի տարածք։ Դա այն տարածքն է, որ ամեն քայլափող, մուտքը, ելքը, բան, սաղ կամերաներով վերահսկվում է։ Ունտեղ մարդ են սպանում։ Դա փողոցից բարձր չէ, ոչ մեկ չէ կարող գա սպանել գնալ։ Մի օր այդ տղեն որ դե սպասել է, հենց մենակ դրա համար, որտեղ ստեղ չեն կարողացել, Հայաստանում չեն իմացել, որոշում չի եղել ինչ անեն, ոնց վարվեն այս վիճակի հետ։ Ուղղակի այդ տղեն մի հատ մեծ սխալ արեց։ Ինքը հայտարարելու բացի, որ ինքը հայտարարում է, ես պատրաստ եմ, ես ուզում եմ արեք, ինձ տարեք, ասել եմ չեն գալի, ինքը նաև պետք է ասել ինքը ինչ պիտի ասի, որ իրեն չկարողանային սպանելով փակել այդ թեման։ Ես վստահ եմ, որ ինքը չէր պատկերացնում, որ սրանք հյուպատոսարանում իրան պիտի սպանեն։ Իսկ սպանել են որ ոչ մեկ թող կասկած ունենա դրա վրա։ Սրանք հազարավոր երեխեք են սպանել, մի քանի տասնյակ մարդ ինչ է որ չսպանել։ Այսօր իրենք ԿՊ-ական այդ ջուրի գյուղապետն Մեհեր Ախոյանը, սերական մարդասպան կիլեր Չահ Ռուստամը ու շիշ բռնողը։ Հայաստանում ժողովուրդ ջան, բոլոր ժամանակներում, սա փաստ են որպես ասում։ Լևոնից մինչև հիմա բոլոր սպանությունները, այս կարգի սպանությունները, ոչ թե ասեն կենցաղային հողի վրա, իրականացվել է բացառապես իշխանության կողմից։ Բոլոր ժամանակների իշխանությունները ունեցել են իրենց կիլերները, ունեցել են իրենց անձեռն մխելիները։ Լևոնի ժամանակ դա Վանոյի Արմենիչյան է դրա, մի խոսքով, կիլերների բան ուներ, խումբ ուներ, Արմեն Ավետիսյան կարծեմ, որոնք ոստիկանների հագուստով, ոստիկանների ուդույով, Վանոյի կիլերներն էին, միջև Ջիլավյան Սերժ Մոսկվա տերոր էին անում, սպանում էին Հայաստանում ու պետք է, բոլոր իշխանությունները ունեցել են դա, Ռոբեկն էլ ունեցել, Սերժիկն էլ ունեցել, սա էլ ունի, բայց փող ոստիկանապետները Սերժի ժամանակ սպանվում էին, ում ձեռքով էին սպանվում, այդ տղեկը փաստեր ունեին մեծագույն կոռուպցիայի, Սերժիկ դու գիտես, որ դու զարմացած չես, որ սենց տղեկ կան, բոլորը գիտեք ամեն ինչի մասին։ Եվ այսպես, Հայաստանի մասով դարձյալ անհասկանալի բաներ կան Իրանի դեսպանի համար, Թրամփի ու հետ կապված, լսենք։ Հայաստանից հեռացող Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին այսօր հրաժեշտի ասուլիսում խոսելով Թրամփի ուղու մասին շեշտեց. Թեհրանի համար դեռ կան անհասկանալի պահեր, ապա պարզաբանեց խոսքն այն մասին է, թե ինչ լիազորություններ է ունենալու ստեղծվելիք հայ-ամերիկյան ընկերությունը։ Չեն, խոսքը այն քննարկումների մասին է, որի արդյունքում պետք է համատեղ ընկերություն ստեղծվի, որը միևնույն ժամանակ ներգրավելու է ներդրումներ, այս մասին որևէ մանրամասն հստակ չէ։ Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ճանապարհների ապաշրջափակման պայմանավորվածությունների մասին, Սոբհանին հիշեցրեց այն 5 սկզբունքները, որոնք ամրագրվել են համատեղ հայտարարության մեջ։ Դեսպանը մանրամասնեց այդ սկզբունքներն են ազգային ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմանների անխախտելիությունը և փոխադարձությունը։ Մեհդի Սոբհանին հատուկ շեշտադրեց փոխադարձության սկզբունքը, մանրամասնելով, որ եթե օրինակ Նախիջևանը Հայաստանի տարածքով կարող է կապ հաստատել Ադրբեջանի հետ, ապա փոխադարձաբար Հայաստանը Երասխի և Ջուլֆայի միջոցով պետք է կարողանա կապ հաստատել Իրանի հետ։ Սրանք խաբում են բոլորին։ Գնացել են համոզել են, ապացուցել են, որ բայց միջև ասում եմ մի վարք է։ Ոնց որ դուք մեզ ուրիշ բան եք ասել ու դուք ուրիշ բան եք ուզում անել։ Այն քաղաքական շպագատը, որ Նիկոլ Փաշինյանն անցել, Մոսկվա, Վաշինգտոն, Թեհրան, այսինքն եռանկյունու վրա, ձեռի հետ էլ
Բաքու ու Անկարա ճողումը, այսպես ճողվածքը անխուսափելի է։ Որովհետև դու ասենք կարող ես քո հետևորդներին հիմարացնել, որովհետև եթե իրենք հիմարացող չլինեն, բնականաբար քո հետևորդ չեն լինի։ Դա նորմալ է, դա հասկանալի է։ Բայց օրինակ ասենք Իրանի նման երկրին հիմարացնել մի քիչ բարդ է։ Դու կարող ես նույնիսկ խաբել ժամանակավորապես Եվրոպային, Թրամփին, Պուտինին, այդ ձեռքը տա թե քեզ հավատաս, բայց կյանքում չի հավատա, բայց Իրանին խաբել։ Որովհետև Ռուսաստանի համար ինքը ստացել է ինչ որ պետք է Զանգեզուրի առումով։ Ինքը արդեն լավ է, խնդիր չունի դեռ։ Իրանի համար է դա շատ կարևոր։ Իսկ Իրանի համար ամեն ինչ չի որ պարզ է։ Իսկ ձեզ հիշացնեմ, Իրան այդ մասով ինչ է ասել։ Ով փորձի նման գործողություններ իրականացնել դե մեր կամքից են կողմ, դա կդառնա, տարածքը կդառնա իր համար որպես գերեզմա։ Եվ այդ Իսկ հիմա ասենք միջազգային օրենսները, որտեղ շատ կարևոր բաներ կան։ Եվ այսպես I thank the distinguished representative of the United States. We have heard the last speaker in the explanation of vote before vote. The Assembly will now take a decision on draft resolution A/AD/L1. Եղասկում լավ, ձեն այնքան լավ չի, մի անգամից ասեմ, որ Բանաձևը ընդունվել է, որով ճանաչում է Պաղեստինի անկախությունը, այսինքն երկու պետության սկզբունքը, որին դեմ ա եղել ընդամենը 10 երկիր, 127 կողմ, 9 ձեռնպար, որը հսկայական հարված է Իսրայելին, Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ իսրայելական ամբողջ հանցավոր կլանին, որը ղեկավարում էր առնվազն ամբողջ աշխարհը, ֆինանսական աշխարհը, քաղաքական աշխարհը, արվեստի աշխարհը, տնտեսական աշխարհը, սա մահացու հարված էր։ Եվ դա սա դեռ չի վերջանում, սա նոր չի վերջանալու ամեն ինչ ավելի է խորանում այն բանի շուրջ, երբ որ մարդիկ փորձում են փողոց բանով օգնություն հասնել ծովով եւ Իսրայելը դրոնով խփում է փաստորեն եւ այդ բանին խնդրեմ նայեք էսի Initially ordered the Italian Navy to escort the flotilla after Italian citizens on board were reportedly attacked by Israeli forces using flashbangs and grenades in international waters. This changes everything. From now on, the flotilla isn't sailing alone. It will be accompanied by a heavily armed Italian naval vessel, a ship loaded with serious firepower. Meloni and Italy's defense minister have condemned Israel for striking civilian boats, warning they don't want violence. But if Italian citizens are harmed again, they're ready to respond. Meanwhile, Israel is defending the attack, claiming it was legal and accusing Italy of being anti-Semitic and helping. Նեխոսկով բոլորը աշխատում են ծովով օգնություն հասցնել, ռմբակոծվում են, դրոնների հալվածում են, քանի որ դրանց մեջ նաև կան իտալական Իտալիայի քաղաքացիներ, որոշել է Իտալիայի պաշտպանության նախարարը չնայած Մելոնիի հակադրություններին, մի ամբողջ նավ, ռազմանավ ուղարկել, ուղեկցելու այդ փոքրիկ նավակները, որոնք մոտ պետք է սնունդ հասցնեն Պաղեստինին։ Եվ այսպես սկսում է հաջորդ քաղաքական սկանդալը, որ Իսրայելը էլի արգելում է այդ ռազմավարին մտնել, անցնել են սահմանը, որը պայմանականորեն գծել է Իսրայելը։ Եվ հայտարարում է, եւ նույնիսկ այդ նավը, որ անցավ այդ սահմանը, նավը կխորտակվի։ Հիմա կանգնել են այդ սահմանի վրա, ոչ աջ, ոչ ձախ, ու այս այդ երեխեքը ովքեր փորձում են բանանել, օգնություն հասցնել այնտեղ, դրանց կոչվում են ուղղակի ատուշներ, պատկերացնում եք։ Սա ոչ ավել ոչ պակաս The Telegraph-ը դա անգլիական թերթն է, սիոնիստների թերթն է, որը այս երեխեքի նվիրվածությունը ասում է այդ ամբողջ նավերը ոչ այլ են, քան հիմարների հավաքածու, որոնք ասենք օգնություն են տանում դեպի Պաղեստին։ Եվ նորմալ է համարում սպանելը, կոտորելը, ռմբակոծելը, Telegraph-ը չի նահանջում։ Սիոնիստական թերթը չի նահանջում։
Բրիտանիան ճանաչել է, բայց այդ թերթը չի նահանջում։ Մեծ խնդիրներ ունի Իտալիայի վարչապետը, ոչ չի ճանաչել, հեսա հոկտեմբերի ընտրությունները, եթե միջև չճանաչեց, ինքը չի ընտրվել ուղղակի եւ կընտրվի այն մարդը, որ հետո կճանաչի, եւ այսպեսով 10 երկրից կմնա 9։ Հաջորդը Գերմանիան անպայման ընդդրել է փոփոխություն լինելու եւ այսպես շարունակ։ Գտնենք այն բոլորս մնացած, բանը դրանցից մեկը չճանաչածների նաեւ Նոր Զելանդիան, պատկերացնեք, Ավստրալիան ճանաչել է ու երևի Նոր Զելանդացիք վախեցան, որ տեսան այդ ճանաչման նախորդային հայտարարությունից հետո ինչ կատարվեց Սիդնեի օպերայի հետ։ Երևի մտածում են մենք չենք ուզում որ մեր մոդելը տենց լինի, միանգամից փոխեցին իրենց որոշումը։ Բայց ոչինչ։ Հաջորդը կգա անպայման, որովհետև այս ոչ փախավ չճանաչեց, ինքը էլ չի ընտրվի, եւ հաջորդները կգնան նույն ճանապարհով։ Իսրայելը թող մի բաներ ընդե վառե։ Սա է գինը, որը վճարում են անկախության եւ ճշմարտության համար մարդիկ։ Բայց դա փոխարեն Իսրայելին արգելեցին, այս անգամ արդեն Իտալիայում, որպեսզի նա մասնակցի հեծանվավոր սպորտի եւ Իսրայելի հավաքականը մասնակցի հեծանվավոր սպորտի առաջնությանը։ Արգելված են նրանք արդեն Իսպանիայում, հիմա Իտալիան արգելում։ Եվ այսպես քիչ-քիչ բոլոր երկրները ամեն ֆուտբոլն են արգելում, FIFA-ն արգելում է, որ Իսրայելի մանը մասնակցի։ Արգելում են նաև պայման են դրել, եթե հանկարծ Իսրայելի մասնակցի ասեն Եվրոտեսիլին, շատ երկրների մասնակիցներ հրաժարվելու են մասնակցել։ Գնալու է սկրիվը, գնալու է շատ երկար ու շատ համար։ Արդյունքը ես տեսնում եմ, ես ասել եմ ինչա։ Աշխարհում մնալու է 2 հոգի բարեկամ, ասկի մի հոգի բարեկամ Իսրայելի, այն էլ միջև Թրամփի իշխանությունը։ Թրամփը փոխվելու է ու նստացնելու են այն մարդուն, որը ստիպված պետք է հրաժարվի Իսրայելից, հակառակ դեպքում ինքը չի ընտրվելու։ Ոչ թե սենատի կողմից, այլ ժողովրդի կողմից։ Որովհետև հիմա բոլոր տեղերում ընտրվում են այն տեխնացուները, որոնք դատապարտում են Իսրայելին։ Ու այս քվեարկողներն քվեարկելու են ապագա նախագահի համար։ Եվս 3 տարի եւ առնվազն ամենաշատն եմ ասում, չնայած ամեն ինչ պարզ կլինի արդեն 26 թվականին։ 26 թվականը հետաքրքիր թիվ է լինելու եւ Հայաստանի համար, ապագայի իմաստով, եւ Իսրայելի համար, եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, եւ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերությունների համար։ Շատ հետաքրքիր ճակատագրական թիվ է լինելու 26 թիվը։ Բայց միջև հիմա Իսրայելը չի հանձնվում, Ամերիկայի բաներն չեն հանձնվում, Պենտագոնի Մոսադի ագենտները չեն, փաստում է Պենտագոնն ու FBI, CIA դաս բոլորը ծառայում են Մոսադին։ Պատկերացնում եք։ Հիմա նորից Պենտագոնի այսօր աշխատողն է հայտարարում, որ այնտեղ բացարձակապես գենոցիդ չի կատարվում, Իսրայելը կռվում է իր թշնամի տերորիստական խմբավորման դեմ։ Դե արդեն պարզ է լեքսիկոնից ով է այդ խոսացողը եւ ընդհանրապես ինչ է իրենից ներկայացնում։ Բայց Հոլիվուդն արդեն ձեները դուրս է գալի, արդեն ներկայացումներ են դնում եւ հիմա մի մեծ ներկայացում է պատրաստվում այս հայտնի բանի հետ Մարկ Ռաֆոլո and Խավիեր Բարդեմ, սա հայտնի դեմքեր, ռեժիսոր եւ դերասան։ Ֆիլմ է նկարանում եւ բեմադրություն պետք է լինի, որը պատմելու է այս օրերի, այս անցած 2 տարիների հետ կապված մի գազայի ընտանիքի պատմություն։ Դուք պատկերացնում եք, sense ֆիլմ դուրս գա համաշխարհային բեմ, կամ sense մի հատ ներկայացում։ Իսրայելը ամեն ինչ արել է, որ նույնիսկ ձայն դուրս չգա։ Ձայն, ռոլիկ դուրս չգա, TikTok-ով։ Հիմա դուրս է գալի հերիք չի, ֆիլմ է նկարվում արդեն։ Իսկ գիտեք ֆիլմի նշանակությունը ով էր առաջինը հասկացել, դեռ միջև Հիտլերը։ Լենինը։ Լենինը սինեմայի ներգործությունը, շատ էլ լավ էր հասկանում։ Ու բոլոր այն ժամանակվա ֆիլմերը, պատկերացնում եք արդեն ինչի մասին էր, այն ժամանակվա թեմատիկան դա բոլշևիզմն էր, կոմունիզմը, հանգամյակը 3 տարում եւ այլն եւ այլն։ Որը վերցրեց հետո սկսեց օգտագործել լայն թափով
Հիտլերը իր գաղափարախոսությունը տարածելու համար։ Ինչ անում Իսրայելը, դա արդեն չի կարող կասեցնել։ Հոլիվուդը ձեռքից գնում է։ Եվ արդեն նույնիսկ չդատապարտելն է դատապարտելի դարել։ Եթե առաջ Իսրայելի մասին վատ խոսալն էլ դատապարտելի, ու միանգամից զրկվում էր մարդը կարիերայից։ Այսօր չդատապարտելը արդեն վտանգավոր է։ Վտանգավոր է, որովհետև կոտրվում են այդ տաբուները, փոխվում է ժամանակը, անցնում է այս հին Պուտինա, Թրամպա, Նետանյահու, Էրդողան, դրանց կույրաղիկ Ալիև, դրանց կոշիկի փոշի Նիկոլը, դրանք անցնում, դրանք արդեն պատմություն են, ուղղակի իրանց չեն ասում, որ իրանց տրամադրությունը չընկնի։ Նոր աշխարհ է գալիս, նոր այս գլոբալիզացիայի իրանք որ սա պլանավորում էին, որ սա իրանց գործիքն է լինելու, որով կառավարելու են աշխարհը, այդ գլոբալիզացիայի արդյունքում աշխարհը ինքը իրան ստեղծեց այնց, որտեղ այդ մարդիկ, ովքեր ստեղծեցին այդ գլոբալիզացիան, իրանք տեղ չունեն։ Ֆենոմեն է սա։ Այս գործիքը ստեղծված է ուրիշ նպատակի համար, բայց ինչպես ասում է հին ճշմարտությունը, ամեն մարդու սրած բիզը շարունակությունը արդեն կարող եմ չասել։ Իրանց նկատմամբ աշխատեց։ Ու չնայած այս ամեն ինչին, Նետանյահուն կարծես շիզոֆրենիկ կրկնում է, որ Իրանի հարստացված ուրանի պաշարները պետք է ոչնչացեն։ Հələ այդ մասին է խոսում։ Խամենեին ծաղրում է իր Twitter-ում այսօր ծաղրել է այս իդիոտին, ասում է դու ո՞ր էլա խոսալու, աշխարհը դուրս եկավ, դու մենակ ես մնացել, 10 երկիր է քո կողքը, 9 ավելի ճիշտ։ Իսկ այսօր արդեն 8։ Խամենեին է ծաղրել Twitter-ով, որ դու քո խոսալու ժամանակ բոլորը գնաց։ Իսկ սա դա ինձ հետո դուրս է գալի խոսում է, որ Իրանի միջուկային պաշարների հարցը պետք է լուծել, դրանք ոչնչացնել է պետք։ Դե քեզ տեսնամ Նետանյահու։ Քեզ տեսնամ, ես անենց եմ սպասում, երբ ես դու մի հատ էլ բախտը փորձելու հարձակվես Իրանի վրա։ Իսկ այսօր ամենա հետա պարադոքսալն է եղել Եմենից հրթիռները դեպի Իսրայել գնալու ժամանակ Սաուդյան Արաբիան է ոչնչացնում այդ հրթիռները, պատկերացնում եք։ Սաուդյան Արաբիան ոչնչացնում է Իսրայելի վրա գնացող հրթիռները։ Այս նորությունն եմ անպայման ուզում ձեզ ասեմ։ Մի քանի օր առաջ նորություններ տարածվեց, որ Էրդողանը պետք է հանդիպի Թրամփի հետ։ Վերջապես հասել էր այդ հանդիպման համաձայնությանը, դե չէ կասկածում որ դա կարող է լինի եւ Թրամփը ինչ ասես խոսք է տալու։ Եվ տենց էլ եղավ։ Երեք հայտարարվեց, որ հանդիպել են բարձր մակարդակի վրա եւ Թրամփը խոստացել է վերականգնի F-35-ների մատակարարումը, դրանց վայստամասերի մատակարարումը եւ ֆինանսական օգնությունը տալու թուրքական տնտեսությունը կործանումից փրկելու համար։ Ոչ մի կասկած, որ դա լինելու էր եւ ոչ մի կասկած, որ հաջորդ օրը Թրամփը մոռանալու էր ինչ ասել։ Բայց այս անգամ Թրամփը չի մոռացել, կոնգրեսը արգելափակել է Թրամփի որոշումը։ Voilà։ Եվ Թուրքիան մնաց իր ծայրահեղ ծանր տնտեսական վիճակում, եւ ռազմական առումով, եւ տնտեսական առումով։ Կոնգրեսը փակեց։ Այսինքն Թուրքիան որպես պետություն, որպես ռազմավարական գործընկեր չի դետալ։ Ուղղակի երբ փակալու են օրը, որ մենք պետություն ունենանք, սեփական ազգային կառավարություն, նոր կարողանանք այս քաղաքական այս իրավիճակից ճիշտ եւ լավ օգուտներ քաղել։ Քան այս վիժվածքներն են նստած, մենք կորցնելու ենք ու ոչ մի այս փոփոխություն, ոչ մի այս կարգի դրական ֆոն մեզ չի օգնելու։ Մեզ չի, որովհետեւ մեր պետությունը ներկայացնողը ՄԱԿ-ի ամբիոնից Ալիևի գեղագիտական ճաշակներն է բավարարում։ Եվ զարմանում է, որ Ալիևը չի ըմբոշխնում խաղաղության գործընթացի այն կայֆը չի բռնում, ինչ որ ես Փաշինյան Նիկոլն ասում հիմա։ Իսկ նայեք ինչ է կատարվում Հունաստանում։ Սա Հունաստանի Հրոդոս կղզին է, որտեղ բնակիչները դուրս են եկել պահանջում են Իսրայելի զբոսաշրջիկներին
ուղղակի վռնդել կղզուց։ Աշխարհում ոչ միտեղ իրանք այդ բան չունեն։ Ցավոք, հիմա կարող է դրանցից ոչ բոլորն են աջակցում այս պատերազմին ինչ որ կա, բայց հիմա սա է։ Ես այս տեսարանը ես 2 օր առաջ ես ուզում եի ցույց տալ, հա, բայց մոռացա, այսօր էլ կարծես թե տեղին չի հնչում, բայց ուզում եմ ձեզ ցույց տալ։ Ես գիտեմ, որ այս պարը որոշ մարդկանց մոտ թյուրիմացություն առաջացել է։ Այն առումով, որ այս օրերին պատերազմի նախորդին, սա 2 օր առաջվա բան։ Սենց միջոցառում, կասկադում։ Կարող է այդ օրը չլինել, մի շաբաթ առաջ լինել։ Ես դա հասկանում եմ, դա դեմ առարկություն չկա։ Բայց ինքնին միջոցառումը, սա այն պատասխանն է, որ ժողովուրդը տալիս է այն ցենզուրայի դեմ, որը Փաշինյան Նիկոլը մտցնում է, որ պետք է պարեք մենակ են պարերը, որոնք իր պատկերացած դավաճանական նոր Հայաստանին է վերաբերվում, երկեք են երկերը, որոնք դավաճանական նոր Հայաստանին է վերաբերվում, այսինքն պետք է երկեք հռերից, թոխմախից, իջևանից, բան, այս տեղերից պետք է երկեք էլի։ Ու անկախ ամեն ինչից սա կա։ Սա երբեք չի նշանակում, որ այս ազգային պարող երիտասարդների համար սենց իրար հետ թեթևի, միասին, սա այս երիտասարդների համար միևնույն է, ինչ է կատարվում այս երկրում, հակառակը։ Այս երեխաները ազգային ոգով են մեծանում, թեթև բռնած, միասին պարելով, ու պետք է ասեմ հենց այս տեսակն էլ գնաց պատերազմին, որովհետև ես ձեզ պետք է հիշեցնեմ, երևի մարդկա մոռացել է, որ 18 թվականից ինչ եկան սրանք իշխանության, սրանք ամեն ինչ անում էին ազգային արժեքազրկելու համար, ասենց ասեմ, որ դա հնացած է, դա հին է, դա գեղցիություն է, վայ աման ոնց կարելի ազգային երկու պարել, ոնց թերապես հայրենասիրությունը դա արդեն ինչու չի հասկացվում, հասկանում եք, 2 տարի քարոզելուց հետո առաջի կրակոցից բոլորը մոռացան այդ հիմար քարոզները միանգամից երկիրը փրկելու։ Սա ևս այն ապացույցն է, որ ինչքան այս ոչնչությունները կռիվ տան մեր ազգային ինքնության դեմ, դատապարտված են իրանք պատժվելու։ Ի սկզբանե, ուղղակի ես մեզ մի օրինակ բերեմ, մեր ազգայինի դեմ սովետական միությունը իր ամբողջ NKVD-ով, ռեպրեսիվ մեքենայով, չգիտեմ, ամբողջ կուսակցական ապարատով պայքարել է ազգայնության դեմ, ազգային նույնիսկ երկողը տա մեջ, հաջորդ օրը կանոնավորում էր դաշնակ լինելու համար, տա մեջ, չեմ ասում տա մեջ գիրք ունենալը, դա վտանգավոր էր, բայց մեկը տնում ես ուջանում Անդրանիկին արձանա դրվում, մեկը տնում ես 88 թվին, արիտես որ ամբողջ ժողովուրդը գիտեր այդ երկերը, Անդրանիկի մասին ոչ մեկ չէր մոռացել, Նժդեի մասին էլ չեն մոռացել, այսինքն նույնիսկ այդ մեքենան 70 տարի գուլագներով, գնդակահարություններով, ամեն ինչով ջնջում էին ազգայինը, չկարողացան ոչ մի բան անել։ Մեկ էլ է մեկ ինչ Նիկոլա Բիժվացկա դուրս գալիս, իր ռռի կատուներով, որոշում է սրանք, որ մենք պետք է արարած սիրենք կամ չսիրենք։ Բայց դուք իրոք այդքան դեբիլ եք։ Թե փողը դրա համար եք ուղղակի վերցել, այդ դերը պետք է տանեք։ Ուսում ես ընկերը չլսեք։ Ինչ կարող եմ ասեմ, այդ շիբիները, որ ներքևի հատվածը, որ ասում եք, չէ, ես ուղղակի արժանի չի, որ մտնի ստեղ հռերի կատուն է տան Նահակոբյանը, վերեմ ուղղակի ասեմ մի հատ իջի ստեղով, իջի,
Այդ հապտը մարդու ձեռը բռնի, իջի։ Քիթ բերնի կընկնեն, այնտեղ շարտու խորտ կանեն, մենք էլ ուրախանանք։ 5 տարի անց է դեռ անմխիթար վիճակում է եղավ բլուրը։ Ու այդ ձև ուզում են հարգեն այս երեխեքին, այս տղեկին, այս ոսկեսերի, սառցիկ տղեկին։ Միանշանակ։ Իրանց համար սա եղած չեղած մեկը։ Աննա Հակոբյանը քաջալերանքի խոսքերի կարիք ունի, ինչ կասեք նրան։ Գիտեք, ես չեմ խոսում դավաճանների մասին։ Թշնամու մասին ինչ խոսում։ Աննա Հակոբյանը քաջալերանքի Ճիշտ ասած չէի լսել, որ Աննա Հակոբյանը քաջալերանքի խոսքերի կարիք ունի, բայց քանի իմացա, հիմա ես ուզում իրան քաջալերեմ։ Աննա Հակոբյան, չներվես։ Ես խոստանում եմ, երբ որ այն կղզու վրա կլինես, որ ես ասել եմ, ձեր համար սարքելու եմ, այդ Արցավանիկի Պոչամբարում, այդ թուների մեջ, մի լյուքս ձեր համար տեղ եմ սարքելու։ Անպայման դու Wi-Fi կունենաս։ Խոստանում եմ, որ դու այդ ժպիտդ, այդ մեր բոլոր ողբերգական օրերին, որ դու նկարում տարածում էիր, շարունակես այդ ժպիտներով ստորիներ դնել, ստատուսներ դնել։ Դու ունենալու ես Wi-Fi, քո հեռախոսները ձեռը տարանելու։ Ես քեզ խոստանում եմ։ Քաջալերեցիր, հուսով եմ հայ։ Ավելին խոստանալ գոնե այս պահին չեմ կարող։ Պատրաստ եք Հայաստանում ընդունել 100,000 ադրբեջանցիներ։ Ինձ կարաս մերով ուշուստաս։ Նույն բանն էլ ես կարամ ասեմ, նույն բանը։ 100,000 ադրբեջանցի ինչի համար։ Ադրբեջանը հայտարարում է, որ իրենք արդեն 100,000 հոգի ադրբեջան, որ վերադառնա։ Ադրբեջան չի հայտարարում, Հայաստանի Հանրապետության վարչապետն է հայտարարում։ Ադրբեջանը ոչ մի ժամանակ չի հայտարարում։ Ադրբեջանը պատրաստ է 300,000 հայ ընդունի Բաքու Սումգայիթ Գանձակ, պատրաստ է։ Ադրբեջանը պատրաստ է 140,000 ղարաբաղցիներին վերադարձնի։ Եթե Նիկոլ ամեն ինչ ասում է, դուք Նիկոլի ասածն եք ընդունում, գնացեք ընդունեք։ Այդ մարդը մի հատ բառ կարակ ասեք, որ հայ ազգին օգուտ բառ խոսացել է միտեղ։ Մի բառ ասեք, ես 20 վատն ասեմ։ Մի հատ ասեք, ինչ արել։ Որտեղ գրում է գալիս 100,000 ադրբեջանցի եմ ընդունում, միջանցքցի, ճանապարհ է, ես իմ ինչա։ Ադրբեջան չի ուզում, դա ուզում է Նիկոլը։ Եվ վերջում սա եմ ուզում լսել։ Գիշեր աշխատելով պատրաստեցի Կոմիտասի 3 մետրանոց արձանը, որը Կոմիտասի անվան պողոտայի սկզբում տեղադրեցի։ 4 օր անց այլևս չկար այդ արձանը, վերցրել ու շպրտել էին արվեստանոցիս առաջ։ Իմ աչքերը չէին կարող տեսնել այդ բեկորները։ Ինձ կանչեցին ու ասացին, որ եթե կոստյումով պատրաստ եմ, կընդունեն, բայց եկեղեցական հանդերձանքով Կոմիտասին ընդունել չեն կարող։ Ես ասացի, որ քանդակագործ եմ, ոչ թե դերձակ, եւ դա ինձ չներվեց։ Դրանից հետո սկսվեցին սպառնալիքները։ Այս միջադեպից հետո հայ քանդակագործ, նկարիչ, Կանադայի Գեղարվեստի ակադեմիայի անդամ Արտո Չակմակչյանը մեկնեց Հայաստանից եւ մշտական բնակություն հաստատեց Կանադայում։ Նրա չընդունված Կոմիտասն այսօր տեղադրված է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի Դեթրոյթ քաղաքի վերածնունդ հրապարակում։ Ես գնացի Հայաստանից, որ շարունակեմ սիրել Հայաստանը, ոչ մի օր հոգով չեմ հեռացել Հայաստանից, իսկ այն, ինչ արեցին, իմ հանդեպ չէր, Կոմիտասի հանդեպ էր, արվեստի հանդեպ էր։ Ես չէի կարող ապրել մի տարածքում, որտեղ Կոմիտասի հետ այդպես են վարվում, ասում էր քանդակագործը։ 2010 թվականին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ն կազմակերպել է Արտո Չակմակչյանի քանդակների ցուցահանդեսը։ Նրա ստեղծագործությունները տեղադրված են Մոնրեալի, ինչպես նաև աշխարհի մի շարք այլ քաղաքների հասարակական վայրերում։ Ես օր ու գիշեր աշխատել Լսեցի Նիկոլ։ Նախահայրերը այ ողորմելի։ Այն ժամանակ էլ են ասել ամեն ինչը։ Բայց հասկացա, չէ՞, որ Կոմիտասի արձանը չտուժեց դրանից, Կոմիտասի արձանը դա փոխարեն կանացվեց Ամերիկայում։ Կոմիտասի արձանը կա Երևանում։ Իսկ ուր են դրանք, որ արգելեցին։ Հարց ուր են։ Կոմիտասը կա, Կոմիտասը մեր հետ է, Կոմիտասի հիշող կա։ Իսկ նման ոչնչությունները ընդհանրապես հետաձգեցին կամ տեղափոխեցին այդ արձանի գոյությունը այդտեղ։ Դրանից ոչ մի բան չեղավ Կոմիտասին։ Ոնց դուք օդի հետ եք կռիվ տալիս։ Այսինքն դուք կռիվ եք տալի մի բանի հետ, որին դուք չեք կարող կպչել։ Դա ձեզ համար անհասանելի է։
Այսինքն դուք չունեք այն գործիքա կազմը, որ դրան կարողանաք վնասել։ Դուք չեք կարող նույնիսկ շոշափել դա, հա, դուք չեք կարող։ Բնականաբար մենք մնալու ենք։ Քան այս աղջիկները կան, այս երիտասարդները գերեզկալ են, իրենք կոմիտասի մասին են խոսում։ Նշանակում մենք ոչ միայն մնալու ենք, մենք արդեն այսօր կարող ենք ասել, որ մեր գործը շարունակողներ կան։ Չէ՞ որ այս աղջիկներն միակը չի։ Ես պարբերաբար ցույց եմ տալի։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր նման գործերով են զբաղված, ովքեր մեր պատմության, մեր ինքնության, մեր ժառանգության, անգնահատելի ժառանգության գնահատողներն են եւ դրա մասին տարածողները, դրա մասին խոսացողները, իրենց լսողների համար։ Պարտադիր չի ամեն մեկ ունենա, չգիտեմ, 1 միլիոն հետևող։ Տվեք լավ նյութ եւ առնվազն եսին ունեցած ռեսուրսներով դա կտարածեմ։ Ալյոնա Արսենյան, երևի հեղինակն է, շնորհակալություն Ալյոնա ջան, շարունակի հրաշալի գործդ, որովհետեւ դու մենք մնալու ենք, իսկ ես մնացածը հողմերի նման կորչելու է վայրակ։ Այսօրվա համար այսքանը, լավ մնացեք։